Վաղը նշվում է թատրոնի միջազգային օրը եւ արդեն 3-րդ տարին է դուք այդ օրը նշում եք, դիմավորում եք առանց գոյ թատրոնի։ Մեզ համար այդ տոնը դարձավ մի տեսակ ոչ մի բան արժեքազրկվեց, քանի որ հենց նույն մշակութային դաշտը, այս դեպքում թատերական դաշտը լռեց ու ոչ մի չձեռնարկեց, ճիշտ է, որոշ մարդիկ ինչ որ բաներ խոսեցին, բայց ինքը չունեցավ շարունակություն։ Դրա համար մեզ համար այդ տոնը մի քիչ արժեքազրկվեց, հատկապես ինձ համար, եթե կհիշեք, նույնիսկ անցյալ տարի էլ հենց այդ առիթով ես հրաժարվեցի շատ կարևոր մի մրցանակից ինձ համար եւ մնացածի համար, կարծում եմ ովքեր որ ստանում են արտավազդ մրցանակից, ու այսպես տոնելու կարիք չկա, որովհետեւ երբ որ թատրոն կամ թատրոններ են փակվում, ինչ տոնի մասին է խոսքը, ինչ թատերական տոնի մասին է խոսելը։ Թատերական տոն կլինի այն դեպքում, երբ որ թատրոններ բացվեն ու թատրոններին աջակցեն թե պետությունը, թե թատերական համայնքը։ Տեսակ առիթ չկա տոնելու այդ տոնը։ Պարոն Արզումյան, ի վերջո դուք ինչ եզրակացության եք եկել, որն էր ձեր թատրոնը փակելու բուն պատճառը։ Այդպես կա, բան չկա, նոր բան չունենք եզրակացնելու, այն ինչը որ ասել ենք, նույն բանն է ու փակելը դեռ չի ուզի հանձնվածի դիրքից խոսել ու ասել, որ դա փակվել է, դա դեռ չի փակվել գոյ թատրոնը։ Փաստացի չենք աշխատում, ոչ թե փակված է, քանի որ մենք ունենք չփակված գործեր դատական դատարաններում, որ սպասում ենք, ասել, որ մայիսի 21-ին եւս ունենք մեկ դատական նիստ, ճիշտն ասած մեր գլխավոր գործը դատարանում 71 որոշումը կառավարության որոշումը, որը որ վիճարկել էինք, ուզում էին ճիշտն ասած փակել դատարանը, բայց հասկացան, որ մենք այնպիսի ճիշտ արգումենտներ ենք բերել մեջտեղ, որոնք որ հնարավոր չի այդ ամեն ինչը շրջանցել ու փակել գոյ թատրոնը, նորից գործը վերաբացել է ու նորից քննվում է գործը, այնպես որ չենք հանձնվել, չենք հանձնվելու ու պայքարելու ենք։ Իսկ ինչ վերաբերում է ձեր հարցին, թե ինչ եզրակացրեցինք, թե ինչից էր ամեն դեպքում, դա ընդամենը թե քաղաքական պայքար էր մեր կողմից, հա, մշակութային իմաստով ասել ենք Գարեգին Նժդեի մասին է խոսքը, ավելի կոնկրետ, որը որ մենք խաղացինք, իշխանությունը լավ չընդունեց եւ նաեւ այստեղ շահերը համընկավ նաեւ Վարդան Մկրտչյանի հետ կապված, որը որ առիթից օգտվելով կարողացավ համագործակցել կառավարության հետ տարածքին տիրապետելու առումով, հա, ինքն էլ փորձեց այդտեղ շահով դուրս գալ եւ տարածքը իրենով անել, որը որ այսօր քանդել են ողջ թատրոնը եւ օգտագործում են ամբողջ տարածքը, փորձասենյակ են սարքել եւ մարդիկ այնտեղ փորձ են անում, այնինչ հանրությանը ասում էին, որ այնտեղ լինելու է թատրոն, որտեղ խաղալու են ներկայացումներ, գոյ թատրոնը չի փակվելու, եթե կհիշեք, չէ՞, այսպես բաներ էին ասում, բայց խաղացանկը պահպանվելու է եւ այլն, բայց ինչպես դուք եք նշում, 2 տարի է գոյ թատրոնի անձնակազմը այնտեղ չի խաղում, բայց հնարավոր էր վերցնել այլ մարդկանց, այլ դերասանների եւ գոյ թատրոն անունը պահել, խաղացանկը պահել եւ անել։ Փաստացի իրենք խաբեցին ողջ գոյ թատրոնի հանդիսատեսին։ Մի շրջան կար, որ թատրոնի դերասանները անձնակազմ ակցիաներ եք անում, բայց արդեն տևական ժամանակ է դադարեցրել եք։ Հրաժարվեցինք, այդտեղ բան չկա, որովհետեւ հասկանում ենք իշխանության ներսում հոգի չկա, այսինքն ոչ մի բան, ոչ մի հոգեպես հոգեկան արժեքներ չկան, որ ասենք ստեղծագործող անձնակազմը ամիսներ շարունակ փողոցում մնաց, պայքարեց, նստացույց արեց, ոչ մի բան իրենց մոտ չփոխվեց, այսինքն ներքուստ իրենց մոտ ոչ մի խղճի խայթ անգամ չարթնացավ, չխոսեցին, չկարողացան մեզ առաջնորդել, դրա համար մենք որոշեցինք, որ սուտ է այդ ամեն ինչը իրենց դեպքում, պետք է իրենց հետ խոսել միայն օրենքի լեզվով եւ որոշեցինք խոսել բացարձակ միայն օրենքով իրենց հետ ու խոսենք եւ օրենքով կապացուցենք, որ այնուամենայնիվ իրենք սխալ որոշում են կայացրել։ Թատրոնի արվեստի հետ չի կարելի նման կերպ վարվել։
Իսկ թատրոնի դերասանները այլ բեմերում հանդես գալիս են, այլ թատրոններում շարունակում են իրենց գործունեությունը։ Որոշ դերասաններ իհարկե խաղում են, չեն կարող չխաղալ։ Տենց հիմնական ոչ մի թատրոնում չեն աշխատում, միայն Սամվելն է, որը աշխատում էր մինչ այդ գոյ թատրոնը, Մայլան թատրոնում է աշխատում, Թոփալյան Սամվելը, մինչև այսօր աշխատում է, բայց մնացած դերասանները տարբեր այդպես ներկայացումներում խաղում են, էլի, ոչ հիմնական որևէ թատրոնում ոչ ոք չի ներմուծվել եւ խաղում, տենց խաղում են։ Դուք ասացիք, որ մարտի 27-ը ձեզ համար տոն չէ այլևս, բայց այնուամենայնիվ ձեր գործընկեր թատրոնի աշխարհի մարդկանց ինչ կմաղթեք այդ օրվա առիթով։ Կմաղթեմ, որ հանկարծ այն ինչը որ մենք տեսել ենք, իրենք չտեսնեն, գոնե իրենք չտեսնեն այդ ամեն ինչը, այդ ցավը, թող ուրախանան իրենց հաջողություններով, ես ոչ մեկին ոչ մի այսպես նախանձով չեմ նայում, եթե ունեն իսկապես իրենք արդար ուրախանալու այդ հնարավորությունը ունեն, թող ուրախանան, որ գոնե իրենք ունեն այդ ստեղծագործելու իրավունքը այսօր, բայց ոչինչ, մենք էլ կունենանք, կգա այդ օրը, ամեն ինչ լավ կլինի, թող լավ օր լինի իրենց, ստեղծագործական լավ օր լինի։